Կերամա Մարացի ընկերության նորաբաց խանութ սրահ։ Ավելի քան 2000 քառակուսի մետր ընդարձակ տարածք հանգիստ և ճիշտ ընտրություն կատարելու համար։ 8-ամյա աշխատանքային փորձ ձեր հարմարավետությունն ապահովելու համար։ Նոր, ավելի ընդարձակ, Կերամա Մարացի ամենամեծ խանութ սրահը Դավիթ անհախտի 6 ասեում։ Կներեք, բայց պիտի ասեմ, որ անուշադրության մատված հիվանդը երբեք չի բուժվի։ Իսկ իմ աշխատանքի անցած ժամանակ միայն ձեր ընկերն էր այցելում։ Ընկերները իհարկե շատ կարևոր են, բայց հարազատների… Ինչ ընկեր։ Ձեր ընկերն էր, կարծեմ Ալեքս էր անունը։ Ալեքս։ Հա, մի անգամ հարցրեցի, ասաց, որ ձեր ընտանիքի ընկերն է։ Ինչ տարիք էր։ Երիտասարդ է, չգիտեմ, մոտ 33-35։ Իսկ արտաքինը։ Բարձրահասակ, թիկնեղ, հմաճ արտաքինով։ Հա, տեղը չբերեցիք։ Հաստատ Ալեքս էր։ Հա։ Մարիամ, Ալեքսը քեզ համար ծաղիկներ ա բերել։ Նայի, քո սիրած ծաղիկներն ա։ Իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ նա Մարիամի համար շատ կարևոր ու հարազատ մարդ էր։ Իսկ ինչ-որ հեռախոսը համարկում տվյալ չի թողել։ Չէ, կներեք, ես այնքան վատ եմ զգում իրավիճակի համար, չգիտեի, որ չեք ճանաչում։ Պապ, բժիշկը արդեն եկել է։ Հայեսա գալիս եմ բալես։ Լիլիթ, դուք դրս տվեք։ Ահա։ Ես պիտի մտեմ տնօրենի մոտ, մտեմ դուրս գամ խոսենք, լավ։ Լավ։ Բարև Լիլիթ։ Բարև։ Այս երբ ես հասցրել Մարիամի ամուսնու հետ ծանոթանալ, մտերմանալ։ Չենք մտերմացել, պարզապես ծանոթացել ենք Մարիամի փախուստից հետո։ Իսկ ինչի է քեզ այդ հարցը այդքան անհանգստացում։ Չէ, չի անհանգստացնում, ուղղակի զարմացա։ Այսօր Մարիամին բերելուց քեզ էին հարցնում։ Հետո տեսնում եմ, որ Մարիամի ամուսնու հետ կանգնած զրուցում եք։ Զարմանալու կարիք չկա։ Շատ նորմալ է, որ հարազատները անհանգստանում են իրենց հիվանդի համար ու հարցեր են տալիս։ Իսկ թե ինչի են այդ հարցերը ինձ տալիս, այլ ոչ թե քեզ։ Այդ արդեն իրենցից ճշտ է։ Շնորհակալ եղի հորս, որ քեզ էլ այդ լակոտիտ էլ Չփորձվես։ Ինչը չփորձվեմ, հա։ Ինչ էի ուզում ինձանից։ Ուզում էի որ հանգիստ ընդունեմ այս ամեն ինչը, հա։ Ու դուրս գամ սաղին հայտարարեմ, որ կինս ինչ որ աննասունից հղիացել է։ Ու մենք դրա համար ենք հիմա բաժանվում։ Բայց մենք երկար ժամանակ բաժանվածների նման ենք ապրում, չէ՞։ Լուրջ ես ասում։
բա դուրս արի, սաղին մեկ առ մեկ հայտարար է այդ մասին, հորս, խորթ աղբերներիս, իրանց էլ իզա տենց բան ա պետք որ հաղթանակը նշեն։ Բայց մենք որոշել ենք, որ պետք է բաժանվենք, որոշել ենք, չէ՞։ Որոշել ենք, բայց դու չհամբերեցիր։ Իզա, չեմ թողի, որ ինձ խայտառակ անես, կվերացնեմ, քեզ էլ, լակոտիտ անասուն հորնել։ Չէ, Ալեքս, չէ, դու ոչ մի բան էլ չես անի, ես երկրից կգնամ ու ոչ ոք ոչինչ չի իմանա։ Միակ մարդը, որ ոչ մի բան չի իմանա, այդ անասունն է։ Ինչ? Ինչ ես խոսում, Ալեքս։ Միակ փոփոխությունը մեր կյանքում որ կլինի, այդ երախոք ծնունդն է։ Ես ինչ ես անում։ Ես ով է քեզ թույլ տվես սեֆը սպորտ փրես։ Ալեքս, դու չես կարող երեխան ունենալ։ Մի քանի ամիս առաջ ես իմացել։ Լսիր Իզա, սրանց մասին մոռանում ես։ Ոչ հերս, ոչ մեկ չպիտի իմանա սրա մասին։ Լսում ես ինչ եմ ասում։ Եթե ուզում ես որ երեխդ լավ ապագա ունենա, հասկացար ինձ։ Ասում են մարդու անունը ազդում է ճակատագրի վրա։ Ես չպիտի երեխուս անունը Էնջել դնեի։ Չպիտի դնեի։ Ես եմ մեղավոր։ Ես եմ մեղավոր, որ իմ պահապան հրեշտակը իսկական հրեշտակ դարձանք։ Չէ, բալես, չէ։ Ոչ մի բանում մեղավոր չես։ Չէ, ես եմ մեղավոր, Ես երեխուս երբեք մենակ չեմ թողել, ինչի մենակ թողեցի։ Ինչի մենակ թողեցի, ինչի։ Սոնա, աղջիկս։ Սոնա, ես նեղբային գորն ուր անետացել։ Չգիտեմ։ Ասում էր խելոք է։ Հենա լավը խելոք է, էլի։ Ինչ ես բազարանում, խելոք չի։ Ինչն է խելոք։ Ամբողջ գիշեր մի վարկյան ձենը չի կտրե։ Լացել է։ Որ փողդ մի քիչ շատացնեմ կարող է դու էլ ձենդ կտրես ու վաբշե չլացես։ Կարող է։ Ու ինչքան ենք ստե ձգելու։ Ինչքան որ պետք կլինի։ Հասկանում եմ, որ ուզում եք Մարիամին տեսնել, բայց հիմա հիվանդությունը սրված վիճակում է։ Ստիպված եք մի քանի օր սպասել։ Իսկ երբ կարող ենք մամային տուն տանել, դուք կարող եք որևէ ժամկետ ասել։ Դա կախված է բուժման ընթացքից։ Հա, հիմա էլ հարազատները բժշկի մոտ են։ Իսկ ինչ վիճակում է։ Հստակ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դեղերի ազդեցության տակ է։ Բայց մի բան կարող եմ ասել, որ մոտակա ժամանակները ոչինչ չեմ կարող անել։
հարազատները ոտքի են կանգնել։ Ու ինձ թվում է, որ նրանք սկսել են ինչ-որ բան կասկածել նույնիսկ։ Եթե կասկածում են, ուրեմն մաքուր չես աշխատել, ու ինչ-որ մեկը նկատել է։ Ոչ ոք, ոչինչ չէր կարող նկատել։ Իսկ նրանց կասկածներին ես գիտեմ ոնց վերջ դնել։ Տինա, ես քեզ հետո կզանգեմ, լավ։ Լիլիթն է եկել։ Գիտեմ։ Գիտես, հա։ Տինա ասում եմ, բայց ինչ անել ես նա, հա։ Եկել էր, որ դիմում գրեր, բայց Մարիամի ամուսնու հետ միջանցքում զրուցում էր։ Ասում եմ, կարող է դա այդ Մարիամի հարազատների ականջին ինչ-որ բանը շշնջացել, հա։ Հա, հաստատ, դու չզգացիր դրանք մեզ մի տեսակ էին նայում, հա։ Ոնց ուզում են, թող նայեն։ Կարևորը, որ այդ Առնետի ոտքը այստեղից մաքրվեց։ Հա, Թինա ջան, համաձայն եմ, ճիշտ ես ասում։ Ես ասում են չկա չարիք առանց բարիք, հա։ Այդ խելառները, որ չփախնեին։ Հո մենք չէինք կարող դրանց տեղից մաքրեինք։ Միջանցքում էր։ Հա, ուզում էր խելառների մոտ մտներ չթողեցի։ Ձյաց է, հիմա ինչ ենք անում։ Դստեղ մնալն արդեն անիմաստ է, ջան։ Դուք գնացեք, ես հեսա կգամ։ Պապ, դու ինչ ես մնում։ Չեմ մնում, Վիկ ջան։ Գնացեք 2 րոպեից ես էլ կգամ։ Վիկա, արի։ Հա, մի ժամից տանը կլինեմ։ Ահա։ Լավ։ Լիլիթ, ինձ այդ Ալեքսի մասին ինչ-որ տեղեկություն ա պետք։ Ումից կարող եմ իմանալ։ Լավ, եկեք այսպես պայմանավորվենք, ես կփորձեմ ինչ-որ բան ճշտել ու ձեզ կզանգեմ, լավ։ Լավ։ Խոսեցիք տնօրենի հետ։ Հա։ Լիլիթ, լավ կանես դու էլ արագացնես, քանի դեռ Ռաֆայելը չի գնացել։ Հա, արդեն գնում էի։ Ցտեսություն, առողջություն Մարիամին։ Շնորհակալություն, հաջողություն։ Խեղճ աղջիկը շատ ծանր է տանում աշխատանքը կորցնելու փաստը։ Նրա համար հիվանդների մասին հոգ տանելը ոչ թե աշխատանք է, այլ կենսակերպ։ Լիլիթը մեր հիվանդներից յուրաքանչյուրի մեջ իր մահացած քրոջն է տեսնում։ Լիլիթի քույրը հոգեկան խնդիրներ է ունեցել։ Եվ մահացել է, երբ Լիլիթը դպրոցական է եղել։ Ավելի ճիշտ, ոչ թե մահացել է, այլ ամուսինն է նրան սպանել։ Չեմ հասկանում, ինչի եք ես ամեն ինչը ինձ ասում։ Որովհետև տեսնում եմ, որ դուք հենց նրա միջոցով եք փորձում Մարիամի մասին տեղեկություններ իմանալ։ Չեմ հերքում։ Լիլիթը հոգատար բուժքույր է, ավելի ճիշտ էր։ Բայց նա ծայրահեղությունների մեջ ընկնելու մեծ վարպետ է։ Լիլիթի ծնողները երկար ժամանակ թաքցրել են հասարակությունից քրոջ հիվանդությունը։ Եվ ամուսնանալուց հետո աղջիկը զգուշացրել է ծնողներին, որ ամուսինը փորձում է իրեն սպանել, բայց նրանք ուշադրություն չեն դարձրել։ Մտածել են, որ դա աղջկա հիվանդության հետ կապված հերթական կասկածներն են։ Լիլիթն իրեն մեղավոր է զգում, որ քրոջի ասածներին լուրջ չեն վերաբերվել։ Եվ հենց դա է պատճառը, որ նա մեր բոլոր հիվանդների ամեն մի խոսքը, վախը, կասկածները իր սրտին շատ մոտ է ընդունում։ Ես սա ձեզ հիմա ասում եմ, որովհետև տեսնում եմ, որ մեր նախկին բուժքույրը իր անհասկանալի անհանգստությունները փոխանցել է նաև ձեզ։ Գիտեք, ինձ ոչ ոք ոչ մի բան չի փոխանցել։ Անկախ նրանից ինձ ով ինչ կասի,
Ես ամեն ինչ շատ լավ տեսնում եմ ու առանց որևիցե մեկի միջամտության ինքս կարող եմ շատ լավ վերահսկել իրավիճակը ու գնահատել։ Ես միայն ուրախ կլինեմ։ Սա իմ անձնական հեռախոսահամարն է։ Եթե Մարիամի հետ կապված որևէ հարցեր կունենաք, զանգահարեք։ Մի անհանգստացեք։ Մենք հնարավոր ամեն բան անում ենք մեր հիվանդների համար։ Իսկ հիմա կներեք։ Ես պետք է գնամ։ Հաջողություն։ Հաջողություն։ Բարև ձեզ բժիշկ։ Ներս արի։ Անցած անգամ Ես ուզում եմ քեզ մի հնարավորություն ևս տամ։ Այսինքն դուք ինձ աշխատանքից չեք ազատում։ Չէ։ Բայց մի պայմանով։ Հա, ինչ պայման։ Ես գիտեմ, որ դու փորձում ես օգնել մեր հիվանդներին։ Փորձում ես նրանց լսել, կատարել նրանց խնդրանքները, բայց հաճախ հիվանդների ցանկությունները մոլորեցնում ու վնասում են նրանց։ Ես ուզում եմ, որ դու նրանց վերաբերվես ոչ թե որպես երեխաների, այլ որպես հիվանդների ու կարողանաս երբեմն մերժել նրանց։ Շատ լավ հասկանում եմ բժիշկ, բայց մեր դեպքում միայն մասնագիտական կարողությունները շատ քիչ են։ Պետք է կարողանաս ուժեղ կամք ունենալ եւ ցանկացած իրավիճակում սթափ դատես։ Եթե ուզում ես շարունակել աշխատանքդ, պետք է փոխվես։ Դու պատրաստ ես այդ փոփոխությանը։ Հա, բժիշկ։ Դե ուրեմն վաղվանից կարող ես գալ աշխատանքի։ Շնորհակալ եմ։ Դու դեռ այստեղ ես։ Ես չեմ էլ պատրաստվում գնալ։ Չէ, այսօր կգնամ, բայց վաղվանից հերթապահությանը։ Հայախչի, որտդ ես բաժանմունքում եք կտրել, հա? Ինչ անենք, որ դու տուն գնաս, տուն գնալ ինչ կլինի։ Աչքդ լույս Ազնիվ ջան, մենք նորից միասին ենք, Ռաֆայելովիչ ինձ գործից չի ազատել։ Ճիշտ է ասում, Թինա։ Չեմ կարծում, ես հենց հիմա կպարզեմ։ Պարզիր, Թինա, ուղղակի ցանկացա այդ բարի լուրը ինքս ձեզ հայտնել, առայժմ, ինչ վաղը։ Թինա։ Չէ։ Հնարավոր չի Ռաֆայելը չորոշել էր, չէ։ Բարև Իվա։ Բարև։ Իվա Սոնանտանն է։ Հա։
Նիվա, ճիշտ ասած, ուզում եմ իմանամ ոնց է Սոնայի վիճակը։ Ես տենց էլ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ ու Սոնան ինչի էր այդ վիճակում։ Վանջան կներես, բայց ես չեմ կարող քո այդ հարցերին պատասխանել։ Կարող եմ Սոնային տեսնել։ Չգիտեմ, բայց Սոնան այն վիճակում չի, որ հյուրեր ընդունի։ Նիվա, Սոնան ինչ երեխայի մասին էր խոսում։ Վանջան, սպասի, ես հիմա տեսնեմ, եթե Սոնան ի վիճակի կլինի, թող կա ինքն էլ քո հարցերին պատասխանի։ Լավ։ Մարիամ։ 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 Քնելա, հա, քնա։ Չէ, ճագա չի աչքերը բաց քնի։ Ստիծուս մնա հերիքա չես հասկանում, ասում եմ չես հասկանում, խփում ա որ դու տես ծաղում ես ոնց գիշից նման, ծիծաղ գիշից։ Հանգիստ։ Էլի ուղեղը փչացել ա։ Լսեք, ոնց է կարա իսկան սոված քնի, ես չէի դիմանա։ Սի երևի երազի մեջ հաց ուտում։ Մարիամ, գիտես չէ, ես ու Տիգրանն ու ես քեզ գիտես չէ, ինչքան կարոտել էինք, ես ու Տիգրանը քեզ կարոտել ենք։ Բայց ինչ գիտես որ Տիգրանա, կարող է Տիգրանուի է։ Հա, էլի։ Ես գիտեմ, ինձ ասել են, որ Տիգրանը, Մարիամն էլ գիտի, որ Տիգրանը, Մարիամը հիշում է, Տիգրանին ինքը գիտի, որ Տիգրանա։ Սուսի։ Ու Մարիամն է։ Սպասյաղ չի։ Լնայի, արտասվում է։ Մարիամը մեզ հիշում։ Հաստատ, նանաշ։ Բա որ ես ասում եմ, որ հիշում է, ինքը հիշում է ամեն ինչը, հիշում է Տիգրանին էլ, հիշում է Տիգրանին հիշում է, չէ՞։ Տիգրանին հիշում է Տիգրանին։ Ոնց եմ ապրելու։ Ոնց եմ ապրելու սրանից հետո։ Սոնա ջան, ես հիմա ինչ էլ ասեմ, եւ նույնը ես քո ցավը չեմ մեղմացնելու։ Բայց ժամանակի հետ վերջ։ Չշարունակես։ Ուզում ես համարի ես խելագար եմ։ Ինչ ուզում ես մտածի։ Ես զգում եմ։ Ես զգում եմ։ Սոնա ջան, ինչ ես զգում։ Որ երեխես ողջ եմ։ Սոնա ջան։ Սոնա ջան։ Վանն ա եկել։ Ես էլ մտածեցի։ Չեմ հասկանում, այդտեղին ինչ է եկել։ Ուզում ա իմանա ինչ էր եղել, ինչ էր Սոնան այդ վիճակում։ Ինչ է նշանակում ուզում ա իմանա։ Չի կարողանում ինքը իր կյանքով ապրի։ Չի կարա իր քիթը ուրիշների խնդիրների մեջ չխոթի։ Հիմա ես ինչ ասեմ։ Ինչ պիտի ասես։ Ասա որ Սոնան քնած ա։ Չէ, ես իրան ինչ որ պետք է ինքս կգնամ կասեմ։ Չէ, մամ, սպասի։ Ինչի ես սպասեմ, Սոնա։ Ասա թող ներս գա։ Ինչ։ Իվա կարող ես գնալ։ Լավ։
Եթե Ազատը ողջ լիներ։ Հիմա այստեղ կողքից կլիներ։ Վանա Ազատի մտերիմ ընկերն է եղել։ Սոնա ջան, ես հասկանում եմ քո հոգեվիճակը։ Մենք բոլորս էլ հիմա այդ վիճակում ենք։ Բայց սա մեր ընտանեկան ցավն է։ Սոնա, աղջիկս, ինչի մասին ոչ ոք չգիտի։ Սոնա, ես մենակ քո մասին եմ մտածում։ Մանին հանդիպես, հարցնելու երեխու մասին, իսկ դու ստիպված ես Ազատ ներս գա։ Բարև ձեզ։ Ես ուզում էի ասել… Ես քեզ հարցրեցի, դու ինչ ես ուզում։ Սոնա քեզ չի ուզում տեսնել։ Կարող եք մի անգամից ասել։ Ասում եմ։ Սոնա խնդրեց, որ իրեն այլևս չանհանգստացնես։ Լավ։ Հանգիստ եղեք, չեմ անհանգստացնի։ Պապ ջան։ Գոր ուր ես։ Առանց ասելու տանից դուրս ես եկել, հեռախոսի զանգերին էլ չես պատասխանում։ Հա, ցավոտ տանան։ Հեռախոսս պրոստը մեքենայի մեջ էի թողել։ Ինչի դուր էր որ։ Պապ ջան, Ազատի գերեզմանն է գնացել։ Ազատի գերեզման։ Էս նեղ պահին։ Ամեն դու Ազատի գերեզման երբեք չես գնացել։ Հա, պապ, բայց այն երեխու դեպքերից հետո Պապ կլինի գամ հետո կխոսանք, լավ, հիմա պրոստը ի վիճակի չեմ։ Լավ, արի։ Սոնա ջան, մինչև գնացի արդեն գնացել էր։ Չէ, ես կխելագարվեմ ես անորոշության մեջ, մամա։ Սոնա ջան, ես քո կողքին եմ, արի, ընտրում եմ հանգիստ։ Չգիտեմ, զանգ տուր իմացի։ Թե որ զանգեմ չեմ կարա գնամ։ Քանի օր չեմ տեսել, տեղս չեմ գտնում։ Թե եթե ասում ես, որ ասել են, որ այդ խելագարի մոտ այսօր էլ ոչ ոքին չեն թողնի, ուրեմն հիվանդանոցում չեն մնա։ Դե իմ հաշվարկով սեթը արդեն պիտի որ տանը լինի։ Դե չգիտեմ, կգնամ կսպասեմ, իջև գա։ Բարև Նատաշ։ Բարև։ Լավ, ես քեզ մի քիչ ուշ կզանգեմ։ Ներս անցի Սեթ, բայց Եղիշը մի քիչ առաջ տանից դուրս եկավ։ Հա գիտեմ, խոսել եմ հետը։ Բարև Սեթ ջան։ Բարև Նազիկ։ Նազիկ ջան, խոսալու բան կա։ Արի Սեթ ջան, ներսում կխոսենք։
Ալո։ Սեթդ էստեղ է։ Ինչ։ Ասում եմ սեթդ մեր տանն է։ Եկել է կնոջ ընկերուհու հետ ինչ որ հարց քննարկելու։ Ինչ հարց։ Ինչ իմանամ, ես խո բախտագուշակ չեմ։ Պետք չի բախտագուշակ լինել։ Ընդհանրապես պետքա գնալ ու դռան մոտից լսել։ Լսի, ես քեզ համար ականջ դնող չեմ։ Այսքանն էլ ասեցի, որ չգնաս ժամերով դռան մոտ պուպուի նման կանգնես։ Նատաշ, խնդրում եմ, աղաչում եմ։ Հանուն մեր հին ընկերության։ Ես պիտի իմանամ ինչի մասին են խոսում։ Համել դռան մոտ կանգնելու համար քեզ վատ միս կա։ Քո տունն է, որտեղ կուզես այնտեղ էլ կկանգնես։ Բայց ինչ լեզու ունես։ Նատաշ, խնդրում եմ, արագացրու։ Հիմա կխոսեն կվերջացնեմ, ոչինչ չես լսի։ Լավ։ Ինձ էլ է հետաքրքիր, ինչի է տոցը ուզեց առանձնանան։ Կզանգեմ։ Փաստորեն մենք վաղն էլ չենք կարող գնալ տեսնել, հա։ Նազիկ ջան, ճիշտն ասած ուրիշ հարցով եմ եկել։ Այսօր հիվանդանոցում բան եմ իմացել։ Ինչ Սեթ։ Իմացա, որ այս ընթացքում Մարիամի մոտ ինչ-որ տղա է եկել գնացել այցելության։ Ինչ տղա։ Ով է։ Ես էլ չգիտեմ ով է, դեմ ուզում պարզեմ։ Մենակ անունը գիտեմ։ Ալեքս։ Ալեքս։ Հա, ու ես տենց անունով ծանոթ չունեմ։ Ավելի ճիշտ ոչ ես, ոչ Մարիամը, տենց անունով ոչ մի ծանոթ չենք ունեցել երբեք։ Ու գիտեմ, որ Մարիամն էլ Ալեքս անունով ծանոթ չի ունեցել։ Մտածեցի դու կարող ես ինչ-որ բանով օգնես։ Չէ, Սեթ ջան, հավատա, որ չեմ ճանաչում, չեմ հասկանում ու մասին է խոսքը, բայց լավ, այդ տղան հիվանդանոցում չի ներկայացել ով է։ Չի ասել Մարիամի ինչն է ինքը։ Ասել է իբր մեր ընտանիքի ընկերն է, բայց մենք տենց ընտանիքի ընկեր չենք ունեցել երբեք։ Փաստորեն խաբել է։ Հա։ Ու այդ նշանակում է, որ ինչ-որ բան չի։ Կամ էլ այլ անունով է ներկայացել։ Բայց ինչի։ Եթե պարզենք ով է, այդ հարցի պատասխանն էլ կիմանանք։ Նազիկ ջան, քեզ մի բան պիտի խնդրեմ։ Ես չեմ ուզում, որ այս մասին ոչ Տիկին Հայաստանը, ոչ էլ Վիկան իմանան։ Բայց պիտի խնդրեմ, որ դու կամ Մաստղիկից կամ Տիկին Հայաստանից ճշտես, արդյոք Մարիամը ունի Ալեքս անունով ծանոթ թե չէ։ Լավ, Սեթ ջան, անպայման կփորձեմ իմանալ։ Դու ճիշտ ես ասում։ Կարող է Մարիամի հեռավոր ծանոթներից կամ մանկության ընկերներից մեկը լինի, որոնց մենք չենք ճանաչում։ Բուժքույրն է։ Ալո։ Սեթ, Լիլիթն է Մարիամի բուժքույրը։ Հա, Լիլիթ ջան, իմացա։ Ուզում էի տեղյակ պահել, որ ինձ աշխատանքից չեն ազատել։ Այդ լավ նորություն է։ Հա, Մարիամի համար կարող եք հանգիստ լինել, ես վաղվանից հերթապահության եմ։ Լիլիթ, կարող եմ քեզ մի բան խնդրել։ Ասեք։ Այդ տղան, որ ասեցիր անունը Ալեքս էր։ Հա։ Պիտի խնդրեմ, որ հենց ինքը գա հիվանդանոց Մարիամին այցելության։ Ինձ միանգամից զանգի տեղակ պահի։ Լավ, եղավ։ Շնորհակալություն։ Սեթ ջան, ես հենց այսօր կգնամ Տիկին Հայաստանից տուն։ Լավ, Նազիկ ջան։ Ինչ-որ բան է կատարվում ու ես պիտի շատ արագ պարզեմ, քանի դեռ ուշ չի։ Հա, Սերգոյն է սպասում։ Բան չի եղել։ Եթե տեղ ունես գնալու ցավը տանեմ, ես կտանեմ։ Ասում էր Ազատի գերեզմաններ գնացել։ Հա։ Մի շաբաթ առաջ ես էլ էի գնացել։ Բայց չեմ նկատել, որ այդ փոշոտ ու կեղտոտ ճանապարհը ասֆալտապատել են։ Հա, պապ ջան, շատ փոշ էր,
Բայց ես մաշնես դուսն էի կանգնասել, դե առաջ անգամ էի գնում, ասի նեմ էլի, ոտով գնամ գտնեմ։ Պապ ջան, շատ փոշեր ես, կոշիկներս մաքրելու համար, մենակ մի ժամ չարչարվել եմ։ Բայց կարևորը գնացի աղբորոս գերեզմանին, խունկ ծխեցի, հոգիս թեթևացավ։ Սոնան ոնց է, հա? Որ ասեմ լավ է, կհավատաս։ Այն որոնողական աշխատանքներից նորություն չկա, հա? Չէ։ Մա որ սրտից դանակ խրեն մի կաթիլ արուն չի գա, սաղորը երեխեն աշկիս դեմն է։ Լավ է, ես գնամ տենամ են խեղճ քուրս ոնց է, գալիս ես։ Գալիս եմ։ Միչև դու տեղ տարապում ես, սետը տելը ստեղ է խանդի հողի վրա տարապում։ Ինչ խանդ։ Չգիտեմ, սետը պարզել է, որ այդ խելագարի մոտ ինչ-որ տղամարդ է անծանոթ գնացել եկել։ Տղամարդ է եկել։ Լուրջ ես ասում։ Հա, լուրջ եմ ասում։ Սետն էլ եկել է կնոջ ընկերուհուց պարզի, թե այդ ինչ տղամարդ է անծանոթ, բայց ոնց հասկացա, Ես ոցն էլ չգիտի, ում մասին է խոսքը։ Ուրեմն ինչ հաստացվում։ Հետ սրբի դիմակով փչացած է, խելագար հալին մի հատ էլ սիրեկանա հա պահել։ Գժվել կարելի է։ Ոնց հասկացա, Սեթը այդ բուժքույրերի հետ կապ ունի։ Հիմա հենց այդ տղամարդը գնա հիվանդանոց, պետքա զանգ տան Սեթին տեղյակ պահեն, որ Սեթը գնա հենց տեղում բռնացնի։ Ու այդ արդեն վերջը կլինի։ Վերջը։ Շատ մի ուրախացի։ Տենցների վերջը այդքան շուտ չի գալիս։ Նատաշ, չգիտեմ ոնց շնորհակալությունս հայտնեմ։ Դու չգիտես, ես գիտեմ։ Էլ չհամարձակվես ինձ զանգ տալ։ Ես քեզ նենց տեղեկություն ասեցի, որ դու ինքդ արդեն գիտես ինչ անել։ Լավ, էլ չեմ զանգի, բայց խոստացի, եթե ինչ-որ հետաքրքիր բան իմանաս, ինձ անպայման կզանգես, լավ։ Լավ, եթե կարևոր բան իմանամ, կզանգեմ։ Շնորհակալ եմ, առայժմ ընկերուհիս։ Ալեքս։ Հայրդ։ Մամ ջան, սա հարցերի կարգավորել եմ։ Ինչքան ժամանակից։ Դե, ես մի շաբաթը կմնաս տեղ, միջև մնացած հարցերն կկարգավորենք, հետո երկրից նոր կհանենք դուրս։ Գորիշ դաժան բան ստացվեց։ Քույրդ ահավոր տարապում է։ Ինչ անեմ այ մեր։ Հիմա ուրիշ տարբերակ չկար էլ։ Դե լավ գնա։ Գնա, քանի հայրդ ոչ մի բան գլխի չի ընկել։ Մամ ջան, գնաց։
Աստղիկ Նազիկը զանգեց, ասեց գալիս է։ Տեսնես ինչ է եղել, որ այս ժամին գալիս է։ Մամ, միանգամից վատն ես մտածում։ Նորմալ չէ, մամ։ Էդ ի՞նչ սայներ, մամ։ Սուրճն եմ թողել գազին։ Ալո։ Աստղիկ, կարող ես դուրս գալ։ Արնապ, դու էստեղ ես։ Հա, քեզ բան ունեմ տալու։ Ես չեմ կարող դուրս գալ։ Դե ուրեմն այստեղ բակում կսպասեմ, դուրս կգաս, երբ որ քեզ հարմար կլինի։ Արնապ։ Չհամոզես։ Եթե ուզում ես շուտ գնամ, պիտի շուտ դուրս գաս։ Այստեղ քեզ եմ սպասում։ Վերցրեք, պարոն Շահվերդյան։ Խոսելու բան կա։ Որոնողական աշխատանքները դադարեցվել են։ Բայց էլի բան կա։ Ասա։ Ալեքսը Տիգրանի մոտ տեսակցության է գնացել։ Ալեքսը։ Փաստորեն ինքը ամեն ինչից էլ տեղյակ է։ Ու գնում գալիս է Տիգրանի մոտ, պրոստը ձև է բռնել։ Էդ ինչ խաղախաղում։ Ռուզան։ Լավ չես կում քեզ։ Լավ եմ։ Չհասկացա։ Մարիամ։ Մարիամ! Սանջան, դու դեռ երիտասարդ։ Ինչ ա եղել իմ երեխու հետ։ Ես զգում եմ, որ դեռ կտեսնեմ երեխուս։ Իսկ հիմա բարկի։ Դա ինչ ասեցին, իմացան ով է։ Հա, Նազիկ։ Ալեքսին ա տեսել։ Դե հիմա ճիշտն ասա, Քյարի, իրոք եկել ես, որ մեզ տեսնես։ Դու կարող ես ինձ Ալեքսի նկարն ինձ տալ։